Այս տեսանյութը նրանք երկուսն էին տեսանյութի շարունակությունն է, անպայման խորհուրդ կտամ նայեք, եթե դեռ չեք նայել։ Հաջորդ տեսանյութը նկարվել է 2017 թվականի սեպտեմբերի 16-ին։ Սայմոնը և Էնջելոն փորում են տունելներ, ևս չաթի նրանք մրցում են, թե ով ավելի շատ ալմաս կգտնի։ Նաև չաթից մենք կարող ենք հասկանալ, որ Սայմոնը և Էնջելոն դպրոցական ընկերներ են։ Մի պահ Սայմոնը լքված շախտա է գտնում և հեռվում ինչ-որ բան է նկատում։ Եվ վերջում Սարդը սպանում է Էնջելոյին, և տեսանյութը ավարտվում է։ Այս տեսանյութի առաջին 5 րոպեն Սայմոնը կառուցում է մեզ արդեն հայտնի տունը, որից հետո նա ուսումնասիրում է շախտաները։ Եվ հանկարծ տեղի է ունենում սկլեյկա, որտեղ Սայմոնը կանգնած է պարտալի առջև և մտնում է նրա մեջ, ու վերցնում Սվիտյաշիսյա կամին, որը տեղադրում է մահճակալի կողքը, և սա այս վիդեոյի ավարտն է։ Կարող է թվալ, որ ոչ մի տարօրինակ բան չի կատարվել, բայց երբ ինքը չաթի մեջ գրում էր, որ չի նկարել, թե ինչպես էր կառուցում իր տունը, որովհետև դա հետաքրքիր չէր, հանկարծակի Սվիտյաշիսյա կամինը կորում է։ Սայմոնը զարմանում է, և տեսանյութի վերջին կադրերին մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է չաթի մեջ Էնջելոն գրում «Որտե՞ղ եմ ես», բայց հաստատ սա հենց այն Էնջելոն էր։ Եթե մենք նայենք Ռաբոչի ստոլի նկարին, մենք կտեսնենք, որ այստեղ Էնջելոյի նիկը տարբերվում է, ավելի կոնկրետ նրա նիկի վերջում գրած է 322, իսկ այս նիկի վերջում 233։ Նաև պետք է նկատենք այն փաստը, որ Սայմոնը գտնվում է Նադինոչնի միրում, ինչը անհնարին է դարձնում որևէ ուրիշ խաղացողի մուտքը այդ միր։ Հաջորդ տեսանյութը սկսվում է հենց այդ հարցից։ Սայմոնը հարցնում է. կարող են արդյոք ուրիշ խաղացողներ մտնեն Նադինոչնի միրեր։ Ինչպե՞ս ես։ Էնջելո։ Նա սարքում է նետ և մոտենում է իր տանը, բայց այնտեղ ոչ մեկ չի լինում։ Որից հետո նա գնում է Նեզր և այնտեղ գտնում է ուրիշ պարտալ, որի մեջ մտնելով նա հայտնվում է իր հին տան մեջ։ Մահճակալի տակ նա տեսնում է շատ խորը փոս։ Դա տեսնելուց հետո Սայմոնը միանգամից վառում է իր հին տունը։ Հետո նա վերադառնում է տուն և նկատում է, որ իր տան դուռը բաց է, չնայած նրան, որ մենք հիշում ենք, որ մի քանի րոպե առաջ այն փակ էր։ Սայմոնը մտնում է տուն։ Այստեղ ինչ-որ բան կա։ Մուգ։ Տեղ չկա։ Հնարավոր է Էնջելոն փորձում է ասել Սայմոնին, թե որտեղ է նա գտնվում։ Նրա գրածների վրա հիմնվելով մենք կարող ենք ասել, որ նա գտնվում է գետնի տակ, իսկ երբ նա ասում էր, որ տեղ չկա, ամենայն հավանականությամբ նկատի ուներ այն փորվածքները, և չի բացառվում, որ Էնջելոն գտնվում է դրանցից մեկի մեջ։ Տեսանյութը սկսվում է այնտեղից, որ Սայմոնը ընկել է ինչ-որ բարձր տեղից և մահացել։ Հաջորդ կադրում մենք տեսնում ենք, որ նա ընկել է խորը փոսի մեջ։ Ամենայն հավանականությամբ սա ձկնորսության վիդեոյի շարունակությունն է։ Սայմոնը սկսում է ուսումնասիրել տարածքը։ Պատերից մեկի հետևում նա հանկարծ նկատում է ինչ-որ մեկի ձեռքը։ Այդ պատի կողքը շրջվելով նա ոչ մեկին չի կարողանում տեսնել։ Կողքի պատի վրա նա տեսավ տաբլիչկա, որի վրա գրած էր Սայմոնը ասում է «Արգեցի բազա և մեծացրեցի այն»։ Սայմոնը քանդում է տաբլիչկեն և առաջ ընկնում։ Սայմոնը ասում է քանդել տաբլիչկան։ Նրա մեջքի հետևում հայտնվում է ևս մեկ տաբլիչկա։ Սայմոնը ասում է քանդել ամեն ինչ։ Սայմոնը սկսում է փախնել և հանկարծ հանդիպում է ինչ-որ կերպարի, որը միանգամից անհետանում է։ Սայմոնը ասում է. «Իմ բազան դա իմ ննջասենյակն է»։ Հանկարծ չաթի մեջ գրում է Էնջելոն. «Ինձ թվում է ես տեսնում եմ քո նիկը»։ Նա հայտնվում է լքված շախտայում։ Ենթադրելով ածուխներից և կառուցվածքից, մենք կարող ենք ասել, որ սա հենց այն շախտան էր, որը մենք տեսանք նախորդ սերիաներից մեկում։ Այստեղ տեսանյութը ավարտվում է և մնում են շատ հարցեր։ Առաջինը, թե ինչ տաբլիչկաներ էին այնտեղ։ Առաջին տաբլիչկան, որի վրա գրած էր, որ Սայմոնը սարքել է տուն և սարքել է այն ավելի մեծ, ամենայն հավանականությամբ նշանակում էր Սայմոնի առաջին տունը, և երկրորդը, որ ինքը արդեն ավելի մեծացրել է։
Իսկ մնացած գրվածքները ուղղում են նրան, որ Սայմոնին մեկը հետևում է, իսկ մենք արդեն գիտենք, թե ով է կարող նրան հետևել։ Տեսանյութի մեջ մենք 2 անգամ տեսնում ենք ինչ-որ կերպար, որը ամբողջովին սև էր, ինչպես նաև այն կերպարը, որ մահճակալի տակ էր։ Եվ ես մտածում եմ, որ դա հենց նա էր։